ավելին ասեմ, տիտղոսակիր հովանավորն է, իսկ դա ինչ է ենթադրում, որ նաև այն մրցումային շապիկները, որը որ կրում են մարզիկները, ամենատարածված եւ ամենամեծ գովազդային գործիքակազմն է, այսպես ասած, հենց վերևում կենտրոնում հորիզոնական երևալու է Ադրբեջան անվանումը։ Իհարկե անակնկալ էր բոլորի համար, այդ թվում նաև մեզ համար հայտնի հանգամանքներից ելնելով։ Ես հանդիպեցի միջազգային ֆեդերացիայի նախագահի հետ եւ նաև քննարկեցինք իշարս մնացած հարցերի, քննարկեցինք նաև այս հարցը եւ ես նշեցի, որ դա անընդունելի է, որովհետեւ հաշվի առնելով, որ Ադրբեջանը որպես այդպիսին ինքը չունի դահուկային սպորտ, ընդհանրապես չունի։ Եթե մենք հիմա փորձենք գտնել նախկինում անցկացված ազգային առաջնություններ, մրցաշարեր եւ այլն եւ այդպես շարունակ, կտեսնենք, որ Ադրբեջանը չունի։ Ընդհանրապես ինքը նոր է դարձել միջազգային ֆեդերացիայի անդամ։ Եվ հաջորդը արդեն հունիսին կայանալիք կոնգրեսի ժամանակ միջազգային ֆեդերացիայի կոնգրեսի ժամանակ արդեն Ադրբեջանի թեկնածու անդամից լիիրավ անդամ դառնալու հանգամանքներ։ Իսկ ինչպես է դա տեղի ունենում։ Թեկնածու անդամը ներկայացվում է արդեն կոնգրեսին որպես լիիրավ անդամ քվեարկության դրվում կոնգրեսի ժամանակ եւ կոնգրեսի քվեարկության արդյունքում որոշվում է կամ դառնում է լիիրավ անդամ կամ մնում է որպես թեկնածու անդամ։ Բնականաբար կոնգրեսի ժամանակ ես ձայնի իրավունք խնդրեցի, առաջարկ էր արվում փաթեթով քվեարկել, այսինքն բացի Ադրբեջանից կային եւս երկու պետություններ, որոնք պետք է դառնային լիիրավ անդամներ միջազգային ֆեդերացիայի, մեր դահուկային ընտանիքի, ես ձայնի իրավունք խնդրեցի եւ ասեցի առաջարկում եմ առանձին քվեարկել պետությունների անդամությունը, որովհետեւ ես հարցեր ունեմ պետություններից մեկին, այսինքն պետություններից մեկի ներկայացուցիչներին եւ որի արդյունքից է կախված իմ դիրքորոշումն ու իմ քվեարկությունը։ Միջազգային ֆեդերացիայի նախագահան, որը վարում էր նիստը, կոնգրեսը, իմ առաջարկությունը դրեց քվեարկության եւ միաձայն